Բալահովիտի ջրատարից մի քանի 100 մետր հեռավորության վրա էլ գարշահոտություն է զգացվում։ Ջրատարում արդեն 10 տարի ջուր չի հոսում, կոյուղաջրեր էլ լճացած։ Ամեն տարի եղանակին տաքանալու հետ զուգահեռ գարշահոտությունը էլ ավելի է սրվում։ Այս խնդրով բնակիչները բազմիցս դիմել են պատկան մարմիններին, սակայն խնդիրը դեռ լուծում չի ստացել։ Մի ամիս առաջ վարչապետն եկավ, մանկապարտեզի բացում արեց։ Այս նույն հարցը ներկայացրել եմ, հարցրեց ստեղի իշխանություններին, կոյուղի կա։ Ես որ այդ հարցը դրեցի, կա, ինձ նայեց, ոնց որ ես շտում եմ, ասի հա կա, բայց այդ կոյուղին ուր է եթում, որտեղ է լցվում, այստեղ է լցվում, հիմա ինչ որ տենում եք։ Գարեջրի գործարանի մոտից բաժանվում էր երկու մասի։ Մեկը գնում էր Աբովյանի տակով, այդ Գետամեր գյուղի մոտով լցվում էր Հրազդան գետը, մյուսը գալիս էր սենց, էցում էր մի քանի այս գյուղը եւ մի քանի գյուղեր ռոռոկման համար։ Ու այդ մերս էլ մինչև Հրազդան գետ։ Եմախ ջահելինք այդ մենք բացում ենք ձեռով գալիս էր, իրանք տրակտոր հղերգումին մի անգամից 5 րոպեվա մեջ բանան 10-12 տարի է որ այս գետը այս վիճակում է։ Պատուհանները ոչ կարում ենք բացենք, ոչ բալկոնում նստելա լինում։ 30 տարի ապրում ենք, բայց մաքրել են էլի գարուն, աշուն մաքրվում է, բայց դե մաքրվել ինչ կապ ունի, եթե ջուր չի գալի, որ այս աղբը գնացես չկուտակվի։ Մեծ հսկայական գյուղը ռոռոկման ջուր չունի, կարելի է, չէ՞, հենց անել գոնե ռոռոկման ջուր լինի ու այս աղբանոցը փակվի։ Խմելու ջրով ենք ջրում, որ բերքը չչորանա։ Եթե դուք տեսնում եք, որ ծառին բերք կա, ուրեմն դա ջրվել է։ Ջրատարը մի քանի մետր է հեռու բնակելի տներից։ Այս փողոցում երեխաները ամեն օր խաղում են եւ ստիպված շնչում են գարշահոտությունը։ Անցած տարի այս եղանակին համայնքի պոլիկլինիկա ավելի քան 1 տասնյակ երեխաներ են դիմել ալերգիայի սիմպտոմներով։ Վերջին օրերին նույնպես արդեն մի քանի երեխայի մոտ նույն ալերգիայի սիմպտոմներն են առաջացել։ 3 օր առաջ քոր սկսվեց երեխայի մոտ, սկսեց ամբողջ մարմինը քոր գալ, մամա ոնց որ ծակծկի, այսինքն ինչ որ բաներ էր լինում։ Քնեցինք, արթնացանք, տեսանք ամբողջը դուրս տված։ Ստեղ մի հատ ասում եմ, մամա, ստեղ ինչ որ ծակոց եկավ ու ձեռա տվել։ Դա հիմա ես չգիտեմ, թե հիմա կծել է մոծակա, կծել, թե հիմա ինչա կատարվում։ Ամեն դեպքում արդեն 4-5 օր է երեխան ջերմում է ու այս վիճակն է մոտը։ Բալահովիտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ջրային կոմիտեն պարզաբանում է տարածել վստահեցնելով, թե իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ եւ աշխատանքներ է տարվում խնդրի կարգավորման ուղղությամբ։ Կոմիտեն նշել է, թե Բալահովիտի հատվածում կոյուղատար համակարգում խնդիրներ կան եւ այն ոչ բարվոք վիճակում է, սակայն պարբերաբար իրականացվում են մաքրման աշխատանքներ։ Ըստ կոմիտեի կան հատվածներ, որտեղ տեխնիկայի մուտքը դժվար է, իսկ տեղտեղ անհնար բնակիչների ինքնակամ կառուցված շինությունների եւ այլ խոչընդոտների պատճառով, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում աշխատանքների իրականացման համար։ Այն, որ երեխաների մոտ ալերգիա է առաջացնում, ստեղծված իրավիճակին ջրային կոմիտեից կարծես նորմալ են համարում եւ իրենց հաղորդագրությունում ավելի շատ կենտրոնացել են հերքելու այն տեղեկությունները, թե Բալահովիտում կոյուղատար համակարգը միացված է խմելու ջրի համակարգին։ Մինչդեռ բնակիչները դրանից չէ որ բողոքում են։ Կառաջարկե մեծ են խողովակներից մի հատ դնեին, վրան փակեին, որ գոնե հանգիստ լինենք։ Սա մալարիայի բուն է։